ready. Ինչու են մարդիկ դավաճանում։ Ինձ համար դավաճանությունը չի ծնվում մարմնի կենսաբանական պահանջից։ Դավաճանությունը ծնվում է հոգու սովից։ Այո։ Մարդիկ չեն դավաճանում, որովհետև նոր հուզմունքներ են փնտրում կամ ուզում, այլ որովհետև իրենց հոգին այլևս ոչինչ չի ստանում, ոչ սեր, ոչ լիցք, ոչ կյանք, չկա, մեռել է։ Շատ քիչ մարդիկ են գտել իրենց կյանքի նկարի այդ փազլի ճիշտ կտորը։ Մարդկանց մեծամասնությունը ապրում է իր անհարմարավետությանը հարմարված, նկատել եք։ Դե լավ է էլի, օքեյ, յոլայի մոդուսի վրա են մարդկանց մեծամասնությունը ապրում։ Իրականում ինձ համար այդ մարդիկ նրանք չեն ապրում։ Նրանք դանդաղ մեռնում են իրար հետ։ Եվ այդ մահվան անունը հարմարավետություն է։ Ապրել չէ, երբ դու ստրկացած ես քո ապահովության կեղծ պատրանքին և մոռացել ես քո երազանքների, քո սրտի, քեզ մոռացել ես, դու մոռացել ես քո հոբիները, դու մոռացել ես քո ճամփորդությունները, դու մոռացել ես ինքդ քեզ, դու կորցրել ես քեզ և ամենակարևորը, մարդը դավաճանում է ոչ թե ուրիշին, մարդը առաջին հերթին դավաճանում է ինքն իրեն, երբ դադարում է ապրել։ Այո, մարդն առաջին հերթին դավաճանում է ինքն իրեն, երբ դադարում է ապրել։ Ինչպես սնել ձեր հոգին։ Բաժանորդագրվեք այս ալիքին, բացահայտելու հոգու ամենաթանկ դելիկատեսները։ Ես ձեզ մաղթում եմ, լավ օր, մնացեք առողջ, հոգ տարեք իրար մասին և իհարկե հաճախ ժպտացեք։